Բարի երեկո, սիրելի համակարգացիներ։ Զգացված եմ ջերմ ողջույնների համար։ Պատիվ ունեմ եւ ուզում եմ սկսել նրանից, որ անկախ նրանից թե քանի մարդ է հավաքվում այս հրապարակում, մենք բոլորս հասկանանք սրա արժեքը, որպես խելք խելքի տալու, բռունցք բռունցքի տալու եւ նաեւ միտք ու գաղափար միմյանց հետ կրվածնելու, այո, նաև ճշմարտությունը պարզելու համար։ Ես այսօր պիտի խոսեմ մի քանի երկու հիմնական խնդրից, որոնց տարբեր դիտանկյուններից անդրադարձան բոլոր նախկին հարգարժան բանախոսները։ Ինքնիշխանություն, ժողովրդի իշխանություն եւ միասնական հրապարակ։ Սրանք այսօր դարձել են օդ ու ջրի նման անհրաժեշտ պարագաներ հայ ժողովրդի ապագան, Հայաստանի Հանրապետության հեռանկարը ապահովելու համար, այս երկրում, մեր մնալու համար, մեր զավակների, մեր քույրերի, մեր ծնողների մնալու համար։ Որովհետև ընտրությունից ընտրություն, տարուց տարի մենք ոչինչ չենք անում փրկելու ինքնիշխանության աստիճանական կոռոզիան, լվացումը, զիջումը եւ դրա նվիրաբերումը այլ երկրների, այլ կազմակերպությունների։ Այո, այսօր Հայաստանում եւ Հայաստանի հետ Հայաստանի ժողովրդի հետ խոսելու լեզու է ձևավորվել, պարտադրանքի լեզուն։ Այդ լեզվով խոսում է սեփական իշխանությունը սեփական ժողովրդի հետ։ Եվ պարտադիր չէ, ինչպես նշեցին, պարտադիր բառը կուտակային, չգիտեմ, եւ այլ կապիկություններում։ Եվ այդ պարտադրանքի դեմ է, որ այսօր պիտի պայքարենք բոլորով։ Այդ պարտադրանքի լեզուն է այսօր կիրառվում Հայաստանի հետ, որպեսզի նա ՄԱԿ-ի եւ այլ ամբիոններում իրեն պահի այնպես, ինչպես այլոք են ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես Հայաստանի շահն է թելադրում։ Կարծում եք, որևէ բան փոխելու էր Հայաստանի ձեռնպահ կամ բացակակ քվեարկությունը երեք։ Ոչ, պարզապես երեք փորձեցին ցույց տան, որ Երևանը, Հայաստանը չէ որոշում, թե ինչպես ինքը պետք է քվեարկի։ Եվ դրա համար այդ ծաղր ու ծանակը ստեղծվեց։ Մեկ օր առաջ Երևանում արտաքին գործերի նախարարությունը առնվազն չի հերքում կամ տարածում է, թե ձեռնպահ է քվեարկելու, բայց մեկ գիշերվա ընթացքում հասկացնում եմ, որ Երևանը չէ որոշողը, որ Երևանում չէ որոշվում Հայաստանի ազգային շահը, Հայաստանի ժողովրդի շահը, ահա եւս մեկ պարտադրանքի լեզու, որպեսզի աշխարհին հասկացնեն, որ Երևանի ու Հայաստանի ժողովրդի հետ Բրյուսելները, Պեկինները, չգիտեմ, այլ մայրաքաղաքներ, որոնց անունները դուք կտաք, խոսելու բան չունեն։ Նրանք պետք է բոլորը խոսեն Մոսկվայի հետ։ Ահա թե ուր է հասել Հայաստանի եւ նրա հեռանկարի որոշման վայրը։ Եվ այո, այս լեզվի դեմ պիտի պայքարի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական եւ քաղաքացիական շրջանակները, ահա թե ինչու պետք է միասնական հրապարակ, հրապարակ, որը կամբարի ժողովրդի ուժը եւ որը կվերադարձնի ժողովրդին իր իշխանությունը։ Այսօր Հայաստանում շատ են խոսում քաղաքացիական եւ քաղաքական շարժումների հակադրության մասին։ Ես արդեն ակնարկեցի, այո, կուտակային կենսաթոշակի խնդիրը նորից ժողովրդի իշխանության խնդիր է, որպեսզի ոչ թե իշխանությունը նրան պարտադրի իր ուրեմն կենսաթոշակը բարեկեցիկ ծերություն ունենալու համար, այլ նրա համաձայնությամբ իրականացվեն Հայաստանի բոլոր ռեֆորմները, այդ թվում եւ կենսաթոշակային ռեֆորմը, որ այստեղ որոշիչը լինի Հայաստանի ձայնը, Հայաստանի ժողովրդի ձայնը, այլ ոչ թե կառավարության պարտադրող տեսակետը։ Այո, սա ժողովրդի իշխանության մասին է։ Ժողովրդի իշխանության մասին է նաև
արտաքինից մինչև ներքին քաղաքականության այլ հարցեր, կլինի դա տրանսպորտի խնդիր, կլինի դա ինչպես Դավիթը ասեց, այգիների ու թփերի պաշտպանության խնդիր, մեր օդի պաշտպանության խնդիր, մեր առողջ միջավայրի, ջրի, մեր տների, մեր սեփականության իրավունքների խնդիր, սրանք բոլորը ժողովրդի իշխանության մասին են։ Հարգելիներս, հետևաբար իմ համար քաղաքականի եւ քաղաքացիականի հակադրություն գոյություն չունի։ Իմ համար անհասկանալի է, որ իմ համակարգացիները ասեն, գիտեք, մենք քաղաքականությանը չենք խառնվում։ Մենք բոլորս խոսում ենք ժողովրդի իշխանությունը վերադարձնելու մասին։ Հետևաբար այդ ամբողջը կենսաթոշակից մինչև այգիներ, տրանսպորտից մինչև արտաքին քաղաքականություն, ժողովրդի իշխանության, ժողովրդի իրավունքի, ժողովրդի ձայնի եւ դրա հուշկու արտահայտման խնդիր է։ Հետևաբար իմ պատկերացած միասնական հրապարակը դա ժողովրդի իշխանության եւ ժողովրդի իրավունքի հրապարակն է։ Հրապարակ, որտեղ համախմբվում են բոլոր ուժերը, բոլոր մտքերը, բոլոր գործողությունները, որտեղ քննարկվում են ժողովրդի դեմ բաց, թափանցիկ ձևով բոլոր այդ խնդիրները, ձեռք են բերվում բոլոր համաձայնությունները։ Իմ պատկերացած հրապարակը սա է։ Եվ վերջապես, այդ հրապարակը եւ քաղաքական ու քաղաքացիական, ինչպես որ կուզեք, իսկ ես կասեմ, ժողովրդի իշխանության վերադարձին նվիրված, լծված բոլոր ուժերը, անհատները հաջողելու են միայն մի դեպքում, երբ նրանք իրենց մտքով, իրենց արձագանքելու կարողությամբ ավելի առաջ են, քան իշխանությունները։ Տեսեք, 2 տարի է Սիրիայում կրակ է։ Սիրիան Հայաստանի անմիջական հարևանությունն է։ Սիրիան մի տեղ է, որտեղ մեր պատմական հայրենիքի մի մասն է Լաթակիայում Կեսաբում։ 2 տարվա ընթացքում այս իշխանությունը որևէ խելամիտ քննարկում չարեց, թե ինչպես է ինքը պատրաստելու պաշտպանել նաև այդտեղի հայության խնդիրները, պաշտպանելու Հայաստանի շահերը։ 2 տարի հետո են հիշել, նոր են հիշել, որ կա Հայաստանի անվտանգության եւ այլ հարցեր։ Հետևաբար, իմ պատկերացրած ընդդիմությունը, իմ պատկերացրած հրապարակը չպիտի կրկնի այն, ինչ անում է իշխանությունը։ Այսինքն արձագանքել 2 տարի հետո կենսաթոշակային օրենքին, երբ այն ընդունվել է 2011 թվականին։ Արձագանքել արտաքին մարտահրավերներին, երբ դրանք սկսվել են 2 տարի առաջ։ Հետևաբար վերադառնում եմ ամենասկզբում իմ ասածին, երբեք չթերագնահատեք այս հրապարակում թեկուզ մեր խոսք ու զրույցը, որովհետև դրանք ճշմարտության, դրանք քայլերի, դրանք ուղիների որոշման ուրեմն ամենամեծ հնարավորություններից մեկն են։ Եվ վերջապես բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքացիական խմբերին, բոլոր քաղաքական ուժերին ես ուզում եմ, որ մենք, ինչպես արդեն նշեցի, մեր մտքերով, մեր գաղափարներով, մեր ծրագրերով ավելի առաջադեմ լինենք, ավելի առաջ նայենք, ավելի կանխատեսող լինենք եւ այլևս բաց չթողնենք բոլոր հնարավորությունները։ Չեմ ուզում, որպեսի 1 տարի հետո հիշենք, թե ինչ կարելի էր փոխել 2013 թվականի նախագահական ընտրություններին, եթե բոլորս միասին լինեինք։ Չեմ ուզում, որպեսի մենք նորից ունենանք այդ բոլոր ուշացած, թեպետ եւ կարևոր պայքարները։ Ուզում եմ, որ բոլոր պայքարները մեր ապագան մեզ մոտեցնեն եւ ոչ թե մենք ուղղակի պայքարենք անցյալի բոլոր բաց թողնված հնարավորությունների եւ անցյալում իշխանության թույլ տված բոլոր արհավիրքների դեմ։ Շնորհակալություն, վճռականություն բոլորիս եւ նաեւ դեպի հաղթանակ։